սիրում եմ բանալ։ Ձեր սերը մեր վարկերը չի մարի, մեզ աշխատավարձ է պետք։ Առողջապահության նախարարի փաղաքշական խոսքերին այսպես են պատասխանում բժիշկներն ու պնդում. իրենց աշխատավարձը խայտառակ գահավիժել է հունվարի 1-ից, երբ ներդրվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Եթե աշխատավարձի ավելացում չի եղել, ապա նույն շրջանակներում է մնացել։ Ստում է Անահիտ Ավանեսյանը, ասում են բժշկական տարբեր կենտրոններում աշխատողները։ Անցյալ ամիս իրենց ստացած աշխատավարձերի սկրինշոթերը ցույց տալով։ Մանկաբույժ ֆիքսված աշխատավարձ ստանում էի 195, խնդրեմ, 195,000 դրամ, ապահովագրությունից հետո 18,000 դրամ։ Եթե ինչ-որ մեկը դեռ կասկածում է, որ նման աշխատավարձ գոյություն ունի, խնդրեմ։ Հաջորդը սրտաբան եմ։ Կարճ ասած, աշխատավարձը 21-րդ դարում ենթարկում են յուրահատուկ նմանը չունեցող տերոր։ Բուժաշխատողներն իրենց ցածր աշխատավարձերի թվերը գրել են նաև հենց Ավանեսյանի այս պոզիտիվ ռիլի մեկնաբանությունների բաժնում, բայց նախարարը անդրդվելիորեն կարծես չի տեսնում այդ բողոքները։ Եթե ինչ-որ մեկ բուժաշխատող ունի անորոշություն կամ որևէ դիտարկում իր աշխատավարձի հետ կապված, դա լոկալ հարց է, որը պատրաստ եմ անհատապես քննարկելու։ Քննարկումներին պատրաստական նախարարը այդպես էլ չի գնացել ազգային ժողով բժիշկների հետ հանդիպման, որ նախաձեռնել էր Հայաստան խմբակցությունը։ Նամակներ են ուղղել առողջապահության նախարարին, խնդրելով իր եւ համապատասխան պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը, դիմել են գրավոր առողջապահության ոլորտային հանձնաժողովի նախագահին, որպեսզի ապահովի նաեւ հանձնաժողովի անդամների, հանձնաժողովի փորձագետների մասնակցությունը, դիմել ենք ՄԻՊ-ին։ Ոչ մեկը չէր եկել լսելու բժիշկների մտահոգությունները, ոչ նախարարը, ոչ որևէ փոխնախարար, ոչ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը։ Հանդիպումը բոյկոտել է նաև իշխող խմբակցությունը։ Առողջապահության նախարարությունը քաղաքական որոշման արդյունքում չի ներկայացել այստեղ, որպեսզի չարարեցվի առկա խնդիրների հետ, եւ առողջապահության նախարարությունը քաղաքականացնում է բուժաշխատողների բարձրացրած զոտ աշխատանքային պայմաններին առնչվող բողոքը։ Բուժաշխատողները պնդում են, որ շատ տնօրենների հանձնարարված է առանց այդ էլ ցածր աշխատավարձերից պահումներ անել։ Երբ բուժաշխատողը բողոքում է, ասում են, ձեռք չի տալիս նման աշխատավարձով աշխատել, դիմումդ գրիր, դուրս արի։ Ապահովագրական արդեն իսկ ցածր աշխատավարձից եւս պահումներ կատարել։ Յուրաքանչյուր ամիս աշխատավարձային ֆոնդի 1/13-ի չափով։ Սա նոր բան է իմիջիալոց, նոր հանձնարարական է, հերիք չի ցածր են աշխատավարձները, մի հատ էլ աշխատավարձային ֆոնդ են պահում, որ տարվա վերջում կարողանան արձակուրդային հաշվարկ անեն, արձակուրդային ֆոնդ են պահում։ Ըստ այստեղ հավաքված բուժաշխատողների պոլիկլինիկաների աշխատակիցներին ասել են, որ երբ արձակուրդ գնան, աշխատավարձ ընդհանրապես չեն ստանալու։ Միաժամանակ շանտաժ են անում բուժաշխատողներին, որ հանկարծ չբողոքեն սոցցանցերում, միայն գովք նախարարին։ Գովելը խրախուսվում է։ Այսինքն, այն մարդկանց, որոնց ուսերին է դրված ամբողջ առողջապահական համակարգի բեռը, փաստացի առաջարկում են ընտրություն, կամ աշխատել ավելի վատ պայմաններով, կամ հեռանալ համակարգից։ Փաստացի առողջապահության նախարարությունը իր վարչական լծակը կիրառելով պարտադրում է տնօրեններին շանտաժի եւ տերորի ենթարկել բուժաշխատողներին, ովքեր որ որևէ տեսակի ձայն բարձրացնեն։ Կա նույնիսկ դեպք, որ մեկնաբանություն գրելու համար բուժաշխատողին ազատել են աշխատանքից։ Բուժաշխատողներն ուզում են իրենց ճիշտ հասկանան, շատ լավ բան է ապահովագրության համակարգը, բայց ոչ բժիշկների հաշվին։ Ոչ մի երկրում այդ համակարգը բեռ չի դառնում բժիշկների ուսերին այնպես, ինչպես մեր երկրում է։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։